Ողջույն հարգելի գործընկերներ, բարի գալուստ ՀԱԵ, հայերեն աշակերտել յուրովի կրթական ալիք։ Երբևէ ունեցել եք այնպիսի զգացողություն, որ դուք 5 րոպե բացատրում եք առաջադրանքը, բայց աշակերտները նայում են ձեզ ու չեն հասկանում, ինչ պետք է անել։ Դա տեղի է ունենում, որովհետև մեր բառերը հաճախ վերածվում են սպիտակ աղմուկի։ Այսօր մենք խոսելու ենք մի հզոր գործիքի մասին, որը կփոխի ձեր դասերը։ Դադարեք պարզապես բացատրել, սկսեք մոդելավորել։ Ինչ է մոդելավորումը։ Մոդելավորումը պարզապես ցուցադրելն է այն, ինչ մենք ակնկալում ենք աշակերտից։ Հիշեք, թե ինչպես եք սովորել կապել կոշիկի քուղերը կամ թխել ձեր առաջին տորթը։ Դուք դա չեք սովորել դասախոսություն լսելով, այլ տեսնելով ու կրկնելով։ Մանկավարժության մեջ ոսկե կանոն կա. եթե աշակերտները չեն կարող տեսնել դա, նրանք չեն կարող անել դա։ Ինչպես մոդելավորել։ Մի ասեք, նկարագրեք ձեր սիրելի կենդանուն, դա վերացական է, փոխարենը ներգրավեք նրանց, մոդելավորումը պետք է լինի աստիճանական, սկզբում դուք եք անում ամբողջ աշխատանքը, հետո անում եք միասին, վերջում թույլ եք տալիս, որ նրանք անեն ինքնուրույն, սա կոչվում է աստիճանական անհետացման մոդել, որտեղ ուսուցչի օգնությունը քիչ-քիչ նվազում է։ Զգայարանների ներգրավում և կրկնություն։ Օգտագործեք աչքը, ականջը և մարմինը։ Օրինակ, երբ սովորեցնում եք նոր բառեր, օգտագործեք ժեստեր, իսկ կրկնությունը կարող է լինել զվարճալի։ Եկեք փորձենք թութակի մեթոդը։ Ուսուցիչ. Արամը սիրում է, աշակերտներ, խնձոր։ Ուսուցիչ. Արամը սիրում է, աշակերտներ, կանց։ Այսպես լեզուն անցնում է երկարաժամկետ հիշողության մեջ։ Խաղմեք, կայծ։ Ինչպես մոդելավորել խաղը, օրինակ կայծ խաղը։ Աշակերտների շարեք շրջանով, առաջինն ասում է ես, երկրորդը գնում, երրորդը եմ, չորրորդը դպրոց։ Հաջորդ աշակերտը պետք է ասի կայծ, ով ասաց կայծ, նրանից հետո կանգնածը պետք է նստի։ Մի բացատրեք սա երկար, պարզապես 3-4 հոգով ցույց տվեք օրինակը։ Ջանջասպան և անագրամներ։ Մեկ այլ դինամիկ խաղ է ջանջասպանը։ Գրատախտակին նկարեք ջանջ։ Երկու թիմից մեկական աշակերտ կանգնում են գրատախտակի մոտ։ Դուք ասում եք բառը, օրինակ կարմիր, և ով առաջինը հարվածի ջանջին միավոր է ստանում։ Կամ անագրամներ։ Տվեք մի մեծ բառ, և թող նրանք այդ տառերով 2 րոպեում կազմեն նոր բառեր։ Խմբային և նախագծային աշխատանք։ Երբ հանձնարարում եք խմբային աշխատանք, օրինակ «Իմ սիրելի քաղաքը», մոդելավորեք դերերի բաշխումը։ Ցույց տվեք, որ յուրաքանչյուրը պետք է գրի ընդամենը 1 նախադասություն, բայց վերջում բոլորը պետք է ներկայացնեն։ Իսկ եթե նախագիծ եք անում, օրինակ «Ստեղծիր ցուցանակ», մի սպասեք, որ նրանք միանգամից կնկարեն։ Ցույց տվեք ձեր պատրաստած օրինակը։ Սա ցուցանակ է, այն նշանակում է չաղմկել։ Օրինակը ոգեշնչում է։ Քերականության պարզեցում։ Քերականությունն էլ կարելի է մոդելավորել առանց բարդ տերմինների։ Օրինակ, ժամանակի արտահայտությունները։ Գրեք 1 ժամ 30 րոպե և սլաքով ցույց տվեք 1.5 ժամ։ Հետո հարցրեք նրանց. իսկ ինչպես կասենք 3 օր 12 ժամը։ Նրանք կպատասխանեն 3.5 օր։ Սա աշխատում է վայրկենական։ Թվային գործիքներ։ Skywork AI գիտեմ, որ նյութեր պատրաստելը ժամանակատար է։ Օգտագործեք ժամանակակից գործիքներ, ինչպիսին է Skywork AI-ն։ Դուք պարզապես գրում եք թեման և այն րոպեների ընթացքում ձեզ համար ստեղծում է խաղեր և ինտերակտիվ էջեր, որոնք պատրաստի մոդելներ են ձեր դասի համար։ Գնահատում։ Ելքի տոմս։ Դասի վերջում կիրառեք ելքի տոմսը, աշակերտին դարձրեք ուսուցիչ, թող նա ամփոփի, ինչ սովորեցինք այսօր։ Բարև, ես Արմենն եմ։ Այսօր մենք սովորեցինք բնակավայրերի մասին։ Բայց նախքան նրանցից դա խնդրելը, դուք ձայնագրեք ձեր օրինակը և ցույց տվեք նրանց։ Եզրափակում և խորհուրդներ։ Եվ վերջում մի քանի կարևոր չի կարելի։ Մի տվեք հրահանգներ, երբ երեխաները զբաղված են այլ բանով։ Մի ենթադրեք, որ նրանք հասկանում են բարդ բառերը։ Մի բացատրեք միայն բանավոր։ Միշտ ցույց տվեք վիզուալ օրինակ։ Մոդելավորումը վստահություն է ներշնչում ձեր աշակերտներին։ Եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, բաժանորդագրվեք ալիքին
եւ տարածեք այն ձեր գործընկերների շրջանում։ Միասին մենք կդարձնենք կրթությունը տեսանելի եւ արդյունավետ։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։